Սիրելիներ, սիրելի ընտանիք հայտնություն Հովանուի գբարևենք ցեզի հուսամ լավ եք դեր օչմով արդեն իսկ մենք այսօր ցեզ պիտի ներկայացնենք գլուխ 17-ը քրեթե ավարտին կհասնի այս ամիսներու դասավանդությունները գբարևեմ քեզի Պիտեր ինչպես ես Արև Կարին ջան, շատ լավ եմ, ուրախ եմ, որ գրնանք շարունակել այսպես հավատարիմորեն, թեկուզ ամեն տեսակ դժվարություններու կմատնվենք, բայց Աստված մեզի գօգնե որ հարադևենք եւ հաղթահարենք այս դժվարությունները։ Ուսամ որ պիտի գրնանք այսօր 17-րդ գլուխը, որ շատ խրթին գլուխ մնե, հասկանալ եւ անցնել առաջ։ Եվ կարծեմ երթալեն գլուխները ավելի հետաքրքրական կդառնան Այսպես է, որքան ավարտին կմոտենանք, մենք կտեսնանք հաղթանակը, որ կսկսի մեզի ավելի բարձրափանվի, որ այդ հաղթանակը, որ Քրիստոս մեզի համար ապահովեց, մենք ալ բաժին ունենք ադոր մեջ։ Եվ թշնամիները կտեսնանք մեկ-մեկ բարձրվելը։ Ուզես սկսեմ գարտամ Այո, 18-րդ ուրեմն ամիջապես մեր սալիկին անցնենք այսօրվա եւ գրնանք սկսել 17-րդ գլուխու առաջին համարը մինչև 6-րդ համարը, որ հիմա էկրանի վրա երևա հույսով եմ։ Շատ լավ, ուրեմն մեծ բորնիկը 7 սկավառակներ ունեցող 7 հրեշտակներեն մեկը եկավ ու ինձի հետ խոսեցավ, ասելով. «Եկուր ու քեզի ցուցնեմ այն մեծ բորնիկին Թադաստանը, որ շատ ջուրերու վրա գնստի, որուն հետ երկրին թագավորները բորոնգացան ու երկրին բնակիչները անոր բորոնգության քինիովը քինովցան»։ Եվ զիս արավ անաբադը դարավ հոգիով, ուր տեսա գինմը, որ գարմիր կազանիմը վրա նստեր էր։ Այն կազանը լեցուն էր հայոյության անուններով, ու 7 գլուխ եւ 10 եղջյուր ուներ։ Գինը ձիրանի ու գարմիր հագած էր, զարդարված էր ոսկիով ու բադվական քարերով եւ մարգարիտներով, եւ իր ցերկը ոսկիե քավատմը ուներ, բղծություններով ու իր բորունգությանը անմակրություններով լեցուն։ Անոր ջագդին վրա անունը գրված էր. խորուրդ մեծ Բաբելոն բորնիկներու ու երկրի բղծություններուն մայրը։ Տեսա այն գինը, որ սուրբերուն արյունովը ու Հիսուսին վգաներուն արյունովը քինովցած էր։ Երբ տեսա զանիգա, մեծ զարմանքով զարմացա։ Ուրեմն, ամիջապես կուզեմ, որ մեկ հատ վերականգնենք ենք ընդհանուր պատկերը, որ միշտ այս սալիկին յետ կուքանք, որ հիշենք ուր ենք այս մեծ պատկերի մեջ, որ բոլոր հայտնության գիրքը կներկայացնի։ Ուրեմն, սկիզբները սկսանք 7 աշտանակները նայելով, հետո 7 գնիկները, 7 փողերը, որ 8 գլուխեն մինչև 11 գլուխուն 19-րդ համարներ, հետո Քրիստոսի եւ վիշապի միջև Քազանի միջև բայկարը որ գլա երկնայիններու մեջ 12-րդ գլուխը մինչև 14-րդ գլուխը եւ այնտեղ տեսանք 13-րդ գլուխու մեջ գինը ներկայացված էր այդ գինը այնտեղ եթե գիշենք 12 հատ աստղեր ուներ իր գլուխուն շուրջ բսակված էր այդ աստղերով եւ ինքը ուներ նաեւ արևը հակած էր լուսինի վրա կանգնած էր այդ գինը մենք ասենք եկեղեցին կխորհրդանշե եւ տեսանք որ այդ գինը ինչ տեսակ դժվարություններով կմատնվի բայկար կա 10-րդ գլուխի մեջ տեսանք վիշապը որ այդ գնոջ թեմ ինչպես կպատերազմի կբայկարի եւ 14-րդ գլուխի մեջ տեսանք որ ինչպես հաղթանակ կդանի դերը այդ վիշապին թեմ իր փանագով 144,000 Վերջը 15 գլուխեն 16 գլուխները, որ այստեղ այս 7 սկավառակներու մասին էր, որ անցյալ անգամ ավարտեցինք 16-րդ գլուխուն մեջ այդ սկավառակները, որ գտապվեին երկինքեն, տեսանք, որ այդ անգամ սկավառակները այս բոլորը կկատարվի քարնուկին հրամանով եւ խորանին ուր որ պաշտամուն կկատարվի բոլոր սուրբերը կպաշտեն իրեն երկինքի մեջ երկրի վրա եւ երկրի դակ այսինքն մենք ալ հիմա որքան կպաշտենք իրեն ինքը այդ պաշտամունքի եւ մեր աղոթներուն համացայն կպատասխանի շատ ինչ որ կկատարվի երկնայիններու մեջ ունենա աստեցություն երկրի վրա
Եվ այդ կապված է մեր աղոթներուն հետ։ Որքան մենք կաղոթենք, որքան մենք կարնչվենք Տերոջը քարնուկին հորը հետ Սուրբ Հոգու միջոցով, Տերը կսկսի երկրի վրա իր կորձը մեր աղոթներուն եկեղեցին, հարսին, ընդհանուր դիեզերական եկեղեցին խնդրվածներուն հետ միացած կատարել իր կորձերը երկրի վրա։ Հիմա ուրեմն այսօր հասանք 6-րդ բաժինը, որուն ասկերերջի մեկ բաժին եւս կմնա 20 գլուխը մինչև 22 գլուխը, բայց այսօր 17 գլուխը առաջին համարը մինչև 19-րդ գլուխն 21 համարը մենք մի տեսնանք Բաբելոնի անգումը, Բաբելոնի գործանումը։ Եվ այս Բաբելոնը մենք ներկայացված էր մեզի 16-րդ գլուխն 17-ին 21 համարներու մեջ, այնտեղ մեզի ասվեցավ որ ինգավ Բաբելոնը, բայց հիմա ավելի մոդեն պիտի տեսնանք, ավելի խորը ձևով ինչն է որ այս Բաբելոնը կներկայացնե, ինչ է այս Բաբելոնը որ գին մնե, ինչպես որ մենք տեսանք եկեղեցին կխորհրդանշեր այդ գինը որ 12 աստղերը երկու շուրջ եւ արևով լուսինով շրջապան եղած էր, հակած էր, ոնց պիտի տեսնանք վիշապին գինը, որ բորնիկ է, մեծն Բաբելոն բորնիկն է, ինքնա քաղաք մնե Բաբելոն, հարս եկեղեցին ներկայացվեցավ իբրև քաղաքը Նոր Երուսաղեմը, որ 21-րդ գլխում մեջ է, որ աբակային ավելի մոդեն անոր պիտի նայենք։ Բայց ուրեմն այս երկու գիները գուզեմ հիշեցնել մեզ, մեկը հարս եկեղեցին է քարնուկին իր գինը, որ սիրահարված է քարնուկին հետ, բոլոր սրտով, մտքով, հոգով հնազանդի կսիրե քարնուկը, որ Քրիստոսն է եւ հայրը Սուրբ Հոգու միջոցով, եւ մյուս գինը, որ այսօր մեզի ավելի խորում պիտի ներկայացվի, որ վիշապին կբաշտե։ Ուրեմն գա այս երկու խումբերը, գուզեմ որ հասկանանք մեր միտքերում մեջ կա հարս եկեղեցին, որ քաղաքի անունով Նոր Երուսաղեմ իբրև ներկայացված է, որ քարնուկին գինն է, որ կսիրե, կպաշտե, եւ ամեն անոնք, որ երկրի վրա հոգևոր շնություն հրած են, հոգևոր ապես չեն սիրեր քարնուկին, չեն հետևիր, բոլոր սրտով, մտքով, հոգով, չեն աբաշխարած, կամ աբաշխարած են եւ սկսած են շնանալ, այսինքն հոգևոր առումով ուրիշ բամը ավելի սիրել, քան Քրիստոս, քան քարնուկը, այս երկու խումբերում դարբեր պատկերներ կտեսնանք։ Եվ այս պատկերներում մեջը այս գինը իբրև բորնիկ մեզի ներկայացված է եւ քաղաք, բայց իրապես եթե նայես ոչ ֆիզիկական քաղաք մնե եւ ոչ ֆիզիկական գին մնե, այլ ժողովուրդ մնե, մշակույթ մնե, որ իրեն առաջին սերը ցկած է քարնուկը, որ Աստված է, Հիսուս է, եւ սկսած է ճաշտել ուրիշ բամը, որ ավելի գսիրե։ Այսինքն գրնա հավաքարապար բոլոր եկեղեցին լա, բայց իբրև անհատներ մենք մեր անձեր այստեղ գրնանք տեսնել, որ մենք որուն ավելի գսիրենք։ Մենք քարնուկին գսիրենք, կպաշտենք, կհետևենք իր թիվը, իր անունը ունենք մեր ճակատներու վրա, իրեն կծառայենք, իրեն մեր պատկանելիությունը իր արդարության, թակավորության է, թե մենք առանց այսինքն քիդակցապար կամ անկիդակցապար եղած են քերի վիշապին եւ երկու քազաններում։ So այսօր այս է Բաբելոնի այս միտքը, որ պիտի հետևենք եւ կուզեմ հիշեցնել, որ մենք մեկը սկիզբն եւ որ հայտնության քիրքը սկսանք, ասենք որ 4 տարբեր հանգրվաններով պիտի հասնենք այս ընդհանուր հայտնության քիրքի մեջ, որ Հովանես այս դեսիքները կտեսնա, որ ինքը փարացիորեն այս դեսիքները կտեսնա եւ իրեն Հիսուս կսե որ քրե այս բաները, ինչ որ կտեսնաս եւ ինչ որ կլսես։ So Հովանես կքրե որ այս բաները, բայց ամեն անգամ որ ինքը սկսի քրելու, ինքը հոգին մեջն է։ Հոգին իրեն կդանի դեղմը, որ տեսնա այս բաները։ Ուրեմն առաջին քուխու մեջը Պատմոս գլզին վրան էր, առաջին քուխու 10 համարի մեջ, հոգին իրեն այդտեղ կդանի տեսնալու մարդու որդին։
եւ անոր ինչ որ գտեսնա փարացի օրեն գտեսնա, բայց իմաստներ ունի, որ պիտի հարցնենք ինչ է իմաստները այս տեսիլքներուն, ինչ է իմաստները այս լսածներուն։ Եվ այդպես մենք առաջին գլուխը սկսանք մինչև հասանք 4-րդ գլուխը։ 4-րդ գլուխուն երկրորդ համարի մեջ նորեն Հովհաննես նոր այս անգամ գրնալա որ հանգրվաններ են որ ինքը թաթար մարած այս հոգին մեջ լալեն եւ նորեն հոգին մեջն է եւ հոգին իրեն գտանի այս անգամ երկինք եւ փած թուրմը գտեսնա երկինքը ցայմը գտեսե իրեն կկանչե վեր եւ Հիսուս իրեն կներկայանա այդտեղ եւ իրեն ցույց կտա որ երկինքը ինչ փարապանություններ ճաշտամունք երկրպագություն գլա եւ ինչպես այդ ինչ որ երկնայիններու մեջ գլա այդ ոլորտի մեջ աստեցություն ունի երկրի վրա հիմա այս անգամ 17-րդ գլխի 3-րդ համարի մեջ մենք նորեն պիտի տեսնանք Հովհաննես հոգին մեջ այս անգամ անաբադը պիտի դարվի եւ անաբադի մեջ իրեն պիտի հայտնվի այս Բաբելոն բորնիգը որտեղ իրեն պիտի հասկանանք եւ հարցնենք իմաստները այս բաներուն ինչ որ են եւ նորեն գուզեմ գաբել այսիկա 12-րդ գլխուն հետ որ վերջին անգամ որ մենք դեսանք որ Հովհաննես անաբադի մեջը դեսավ փամը այնալ այդ հարսներ ասինք հարս եկեղեցին հավատացյալները որ Աստված թևերուն վրա արձիվի թևերուն վրա վերցուց եւ անաբադը դարավ եւ այնտեղ գերակրեց 3.5 տարի իր հարս եկեղեցին անապատի մեջը այդ 4 անապատի մեջի ինքը գերակրեց իր եկեղեցին սատանան կփորձեր որ այդ քեդերը որ իր քերնեն 12-րդ գլխում մեջ հիշված է խեղդել այդ հարս եկեղեցին այդ գնոջ որ 12 աստղեր ուներ եւ արևը եւ լուսինը իր ոտքի տակ այդ փոխապերական միտքով ֆիզիկական գինը չէր այլ եկեղեցիներ գույս եկեղեցին եւ դերը սկսավ բահել այդ եկեղեցին ինչ որ հիմա մենք ենք այս աշխարհը անաբադ է այս աշխարհի մեջը եկեղեցին գենթանի ճուրը պիտի խմե դերոջը եւ երկնային մանանայով պիտի կշտանանք ինչ որ հիմա գնենք որ եւ անոր համար երանելի ենք որով մենք քիշեր ծորեք աստծո խոսքի մեջ կխոգանք ճուրի կով դնգված զարի պես մենք կաջինք բդուղ ուտանք եւ դերը մեզի կգերակրե իր անցով իր երկնային գենթանի ճուրով եւ իր մանանայով մեր նպատակը ադով կշտանալ է մենք կտեսնանք հիմա այս 17-րդ գլխուն մեջ պիտի սկսենք հիմա համարները նայել որ ինչ կգադարվի որ ուրեմն Բաբելոնը խորհրդավոր ցևով ուզեմ հիշեցնել որ այս նաև Հովհաննեսի ժամանակ պատմական Հռոմը խորհրդանշե բայց նաև ընդհանուր պատմության մեջ Քրիստոսի առաջին քալուստեն մինչև այսօր ինչ որ այս աղույսի մեջ կտեսնանք այստեղ 17-րդ գլխուն այս Բաբելոնը կկոյադևի ոչ թե միայն հիմական վերջին օրերում մեջ որ բորոնգացած եկեղեցին է կամ բորոնգացած գրոնքներն են որ կտանի մարդկանց վիշապին բաշխելու այդ գար եւ պիտի ելնա մինչև Քրիստոսի երկրորդ քալուստը ուրեմն այս կարմիր երկու քիծերը կխորհրդանշեն Քրիստոսի առաջին քալուստը որ եղավ իր ծնունդը իր մահը իր հարությունը եւ իր համբարնալը մինչև իր երկրորդ քալուստին այս Բաբելոնը կկոյադևի ուրեմն երկու այս քաղաքները Բաբելոնը որ վիշապին հետևող ժողովուրդն է կոյադևի Քրիստոսի առաջին քալուստեն փոխապերական միտքով այո ինչպես նաև նոր Երուսաղեմը որ հարս եկեղեցին է կկոյադևի առաջին քալուստեն մինչև երկրորդ քալուստը ուրեմն մենք երևակայենք որ ինչ որ Սեդրակ Միսակ Աբեդնագով իրենք առնվեցան Երուսաղեմ քաղաքեն եւ արին Նապոկոդոնոսոր թագավորի իրենց քերի եւ դարին Բաբելոն եւ Բաբելոնի մեջը իրենք պետք էին այդ մշակույթի մեջս անունները փոխեցին անոնց գերագուրները պիտի դեին անոնց սովորությունները պիտի սորվեին բայց իրենք կխորհրդանշեին
Երուսաղեմը, հավատացյալները, բայց Բաբելոնի մեջ են։ Նույնի հիմա մենք երևակայենք կամ հասկանանք, որ եկեղեցին հիմա կոյադև է, բայց այս Բաբելոն աշխարհի մեջ, բոլոր աշխարհը հիմա Բաբելոն է։ Ով որ չի հետևիր քարնուկին, ով որ չի հետևիր Հիսուսին եւ Աստծո իբրև միակ Աստված, Բաբելոն աշխարհը այսօր մեր շուրջն է, բայց այլևս Իրաքի մեջի Բաբելոնը չէ, այլ բոլոր աշխարհն է։ Բոլոր աշխարհը Քրիստոսի առաջին քալուստեն մինչև այսօր Բաբելոնն է։ Եվ մենք եկեղեցին, որ նոր Երուսաղեմն է, եկեղեցին, որ հարսն է Քրիստոսի քարնուկին, ներկայիս մեջն է այս Բաբելոնին։ Մենք բայց ինչպես Հիսուս, ինչպես Հովհաննես առաքյալը ասավ, մենք աշխարհի մեջն ենք, բայց աշխարհեն չենք։ Մենք աշխարհի բաներուն չենք հետևիր, բայց մեջն ենք։ Բաբելոնը մեր շուրջն է, մշակույթը այս աշխարհի։ Այս աշխարհի չար կորձերը, բայց մենք աշխարհի մեջ լալով, մենք դուրս պետք է եկածը լանք, չհետևելով այս աշխարհի մշակույթին, ծրագիրներուն եւ այս երկու քազաններուն, որ գարավարական եւ զինվորական եւ գրոնային միջոցներով ուզե հրաբուրել եւ քաշել մարդկանց մնալու այդ մշակույթի մեջ։ Ուրեմն այս մեծ պատկերը գուսամ ներկայացուցի։ Ինչու համար գրնաս հիշեցնել, ինչու համար գինի պատկերը օգտագործված է։ Այո։ Ուրեմն այստեղ մենք գնոջ պատկերը կտեսնանք եւ բորդիգիմը գնոջ պատկերը կտեսնանք եւ ցերկը փաժակ ունի, որ գխմեգոր եւ խմելու քինի խմելու դեղը այս գինը գխմեգոր արյուն եւ ինքը այսպես գարմիր արյուն խմելով եւ վիշաբնալ որ վրա նստած է անա գարմիր արյուն խմած է բայց որուն արյունը սուրբերուն արյունը մարտիրոսելով սպաննելով հիմա հարսնալ արյուն գխմե բայց Քրիստոսի արյունը գխմե եւ այդ արյունը խմելով հարսը սպիտակ դարձած է արդարության սկեզտը հակած է այդ հացուքինին որ գխորտանշե Քրիստոսի մարմինը եւ Քրիստոսի արյունը հարսը եւ որ գուդենք կխմենք կհաղորդակցվենք Քրիստոսի հետ մենք սպիտակ հակած ենք ինչ որ վերջը պիտի տեսնանք 19-րդ գլուխի որ տեսնանք Քրիստոս սպիտակ ցի վրա սպիտակ հակած բոլոր սուրբերը սպիտակ հակած եւ տեսանք ադիկա 7-րդ գլխում մեջնալ սուրբերը մենք ենք անոնք որ թեր երկրի վրան են եւ Քրիստոսով արդարացված ենք բայց Քրիստոսի արյունով մենք սրբակորձված մաքրված ենք այստեղը բորնիգը նմանություններ ունի բայց բորնիգը սուրբերուն արյունը մարտիրոսելով գխմեգոր գգշտանագոր գուրախանագոր եւ այդ միջոցով ինքը եւ քազանը երթալեն գուրին գոր գմեզդան գոր չարություններով եւ հարփած է Քրիստոս սուրբերուն արյունով թեմքով տեսնանք որ հրաբուրիչ է թեմքով շատ քեղեցիկ է ուրեմն նույնն է մշակույթը Բաբելոնի մշակույթը հրաբուրիչ է սուրբերուն նույնիսկ կհրաբուրե իր հաջիկներով այս աշխարհուն հաջիկներով վերջ չկա եւ եթե դուն սատանային հետևիս կամ հետևինք ինքը ինչ որ գուզես քեզի գուտա եւ դու կգարձես որ գործնվիս կոր գահաչողիս կոր թրամ ունիմ սերային հարաբերություններ նյութական հաջողություններ դիտխոսներ ուժ սատանան գուտա թե ոչ ինձ է պիտի խապվին մարդիկ եթե մարդիկ չստանան փամը պիտի ասեն սատանան է իրական չէ աստված է իրական չէ բայց սատանան ունի միջոցներ որուն հրաբուրե եւ գքաչալերե իր հետևորդներուն որ նայե գործտուք ունիք ինչ որ գուզեք եւ հաջիկներու մեջ կխեղդե մարդկանց բայց մարդը հաջիկներով գդարվի թեպի մահ թեպի դժոխք
Իսկ ջամփամը գա մարդու, որ շիդակ կերևնա, երկու անգամ կրկնված է Արագած գիրքի մեջ, որ ճիշտ կերևնա, բայց անոր ավարտը մահ է։ Ուրեմն այսպեսի անցել, որ այս մշակույթի մեջն են Բաբելոնի եւ հրաբուրված են եւ քիդակցափար գաման քիդակցափար սատանային կբաշտեն, անոր քերի դարձած են, թեպի մահ կերտան, որ բայց դեղյակ չեն, որը հաջիկներով, թմրեցուցիչներով, թրամով, սերային հարաբերություններով, բաներով մարդը կգարձի որ քեյֆի մեջ է, բայց իրեն մահվան կդանի որ սատան։ Եվ դժող։ Ուրեմն առաջին համարի մեջ գսե 7 հրեշտակները մեկը այս որ սկավառակները պիտի կբարբեր որ անոնց մեկը որ այս կներ հիմա կգանչե Հովանեսին ես քեզի պիտի ցույց տամ ինչ թադաստան պիտի կա այս բորնիկի վրա այս որ շատ ճուրերուն վրա նստած է շատ ճուրերուն վրա նստածը 17-րդ գլխուն վերջը մենք կտեսնանք այդ համարի մեջը որ գսե 17 համարի 15 համարի մեջ գսե որ այդ շատ ճուրերու վրա նստող այդ բորնիկը գսե ամեն ցեղե լեզու է ազգե ժողովուրդ մնե որ դարբեր լեզուներ գխոսին այսինքն դարբեր ազգերեն առնված նորեն ինչ որ քարնուգին հետևորդներն ամեն ցեղե լեզու է ազգե ժողովուրդ է որ մենք տեսանք ադիկա 5-րդ գլխի մեջ հետևորդներն էին քարնուգին եւ կպաշտեին հոսքը տեսնանք որ այս որ շատ ճուրերու վրա նստող այս կինը այդ հետևորդներն են որ կպաշտեն որ Քազանին, ապան վիշապին, Քազանին եւ այս բորնիկի միջոցով հրաբուրված եւ դարված։ Okay? So այս պատկերը մեր միտքի մեջ ավոր պատկերներ դված է Սուրբ Հոգին, որ մեր միտքի մեջ տպավորվի մեկ հարցներ, որ Սուրբ, մաքուր, արևը հակած վրան, լուսինի վրա, աստղերը իր գլուխին շուրջ, որ եկեղեցիներ, հոս անոնք որ սուտ եկեղեցին, սուտ կրոնքները, սուտ անոնք որ գրոնքի անվան դակ նույնիսկ գսեն որ քրիստոնյա են, բայց միայն փերանացի, սիրդերդին հերույ է, որով մեկ ոտքը եկեղեցի մեջ է, մեկ ոտքը աշխարհի մեջ է, ինքը աշխարհն է գվայել, որ գսե որ քրիստոնյա է։ Այսինքն ճշմարիտ քրիստոնյաներ չեն։ Եվ Սուրբ Հոգին եւ Աստված գիտե ամենուն սիրդերը քնող Աստված է։ Այսինքն գնամանի այդ Հեսապելին, որ մենք տեսանք Հեսապելը, որ երկրորդ երրորդ գլուխներում մեջ այնտեղ Հեսապել մարգարեի մգար, որ անալ բորունգություն գներ, որ շնություն գներ, որ ուրիշներուն շնության գտաներ, որ բայց ուր գներ որ ադիգա։ Եկեղեցին մեջ, այսինքն եկեղեցի մեջ կգործեր որ իր չարությունները։ Այսօր ինչքան կան սուտ մարգարեիներ, սուտ մարգարեներ, որ Քրիստոսի անվանդակ, քրիստոնեության անվանդակ հերձվածություններով աղանթավոր իրենց վարդապետություններով խափած են մարդկանց եւ նույնիսկ եկեղեցին մտնոլորտի մեջ, եկեղեցի անվանդակ, եկեղեցի անուններով եւ խառն են շատ զգուշ պիտի որով մարդիկ կգարձեն որ ասիկա միայն վերջին օրերուն համար գտա որ այս բոլոր թարերուն մեջ եղած է եւ գլա որ եւ պիտի ելա մինչեւ Քրիստոսի երկրորդ կալուստը Բաբելոնը մեզի կհայտնի որ այստեղ որ այս արդեն ներին հոգին է որ գործե որ այս մարդկանց մեջ շատ ներեր կան գսեք եւ ինչ կնե որ այս բոլորի մեջ այս գնոջ որ առաջին կուխան երկրորդ համարի մեջ է գսե այս երկրի թակավորներուն դարած է խափած է որ բորունգության մեջ մտնան եւ հոգեվոր բորունգություն եւ մարմնավոր այս գնոջ հետ ուրեմն նորեն միտքի ինչ է երևակայ է երգիրներ ազգեր իրենց առաջնորդները անգամ որ փոխանակ բաշտելու քարնուգը իբրև դերերու դեր թակավորներու թակավոր իրենք շատ աջախ ինքսիկնին կբաշտեն ինքսիկնին կտեսնան իբրև
թակավորներու թակավորներու դեր հբարդության քակատնագետը եւ խմած են այս կնոջը այդ հետ քինովցած են իր այս հաջիկներուն մեջ հարբած են եւ անորամար զգուշ պիտի ելանք այս մենք բացադրեցինք 17-րդ քուխուն 15 համարի մեջ ով են այս ժողովուրդը որ ամեն ցեղի ազգի ժողովուրդներ են եւ իրեն հետ հոգեվոր շնություն հոգեվոր բորունգություն գնեն ամեն անոնք որ չեն հավատար քարնուգին արդեն այս կնոջը մաս կգազմեն ինչպես որ ով որ քարնուգին արյունով սրբված մակրված է մաս կգազմեն նոր Երուսաղեմին որ գույս հարսն է Քրիստոսի okay որ 21-րդ քուխուն 9 համարի մեջ այնտեղ կներկայացվի եւ վերջը պիտի ադոր անդրադառնանք ուրեմն այս բոլորը ասելով մենք կտեսնանք որ այս գինը բանն է արնված է հոգի մեջ եւ անապատի մեջն է եւ բան ունի հայոյության անուններ ունի իր ճակատի վրա որով ինքը Քրիստոսի չի պաշտեր ինքը Քրիստոսի հետևորդ չէ հայոյող է հայոյող ինքը եւ ով որ իրեն գերդեվի հայոյություններ հայոյության անուններ եւ այսպեսի գինը ներկայացված է բայց շատեր գեհդեվին որով կհրաբուրվի ուրեմն այս ինքը հակած է քեղեցիկ սկեսներ շատ քեղեցիկ սկեսներ հակած է այս գինը եւ քաղաք մնե չէ ինչ ոսկերեններ ինչ զարդեր ամեն վրան ունի հիմա շատ նորեն մտածենք այս բաբելոն գինն է Երջը պիտի տեսնանք հայտնության 21-րդ քուխուն մեջ նոր Երուսաղեմ քարնուգին գինը Հարսը անալ քեղեցիկ քարերով զարդարված է չէ կամ քարերը 12 տարբեր քարերու անուններ գուտա եւ այլն ուրեմն ասոնք հագասող պատկերներ են մեկը քարնուգին գինն է քեղեցիկ հագած է բայց շնացող բաբելոնը որ վիշաբին գինն է ինքն էլ նման ինքսինքը զարդարած է որու միջոցով հրաբուրե եւ քայթակության միջոց կլա այսինքն կքաշե մարդկանց որ իրեն հետևին եւ այս շատ անգամ այս մարդիկ որ գսեն օ ես կհաջողիմ որ շատ անգամ կան եկեղեցիներ որ փառքավաճման պատկամներ կուտան չէ միշտ առողջ բիլաս միշտ հաջող բիլաս դրամով նյութապես պիտի հարուստ լաս ամեն բան լավ պիտի լա քեզ համար եթե լավ չլա ուրեմն դու գերեվա մեղ ունիս գերեվա դու լավ քրիստոնյա չես այսպեսի եկեղեցիներ կան որ միշտ կքարոզեն որ միշտ ամեն մարդ միշտ պիտի հաջողի միշտ առողջ բիլա միշտ հարուստ բիլա ուրեմն եթե չես ուրեմն բան մգա պատճառ մգա ասիկա սուտ վարդապետություններ այո ասված թույլ գուտա որ ադեն մարդիկ հարստանան կամ առողջ չլան բայց հիվանդությունները քրիստոնյաներուն վրանա գուքան աղքատությունը հիմա ինչքան քրիստոնյաներ կան Աֆրիկայի մեջ Հնդկաստանի մեջ տարբեր երրորդ դասագարքի երկրներու մեջ որ աղքատ են անոնք ամենը քրիստոնյա չեն կամ աննազանդ են ասելով աղքատությունը իրենց անեցք է ոչ ասված վստահած է այդ քրիստոնյաներուն որ այդ տարաբանքներում մեջ այդ դժվարություններում մեջ հավատարիմ լան Հիսուս ուրեմն այդ ցեվով չէ որ մենք պիտի չափենք քրիստոնեության հավատարիմ ծառաները որ որքան հարուստ ես որքան տրամ ունիս որքան առողջ ես հաջող ես եւ այլն եւ շատ մի եկեցիներ ասիկա այսօրվա շատ մի անուն չեմ ուզեր դալ բայց շատ մի գծավիմ քարիզմատ եկեղեցիները այս պատկամը կքարոզեն կան մեջերին որ ճիշտ բաներ գսեն բայց անհատներ կան անհատ հովիվներ բայց անոնք որ այս տեսակ պատկամներ կուտան ամեն տեսակ համայնքի մեջ կա միայն քարիզմատներու մեջ չէ բայց շատ մի եկեղեցիներու մեջ արդեն այս միտքը մտած է ինչպես Հեզաբելը մտած էր այդ եկեղեցիի մեջ որ ինքը իր վարդապետությունը կքարոզեր Եվ քիչ մը գիտես մարդիկ կան որ մանավանդ Ամերիկայի մեջ որոնք հաջողություն կդած են դերը օրնած է իրենց որտեւ դերը ամեն մեկուն տարբեր ծավով աշխատի եւ իրենք ալ ազոթակավորության համար գուտան
արադորեն գուտան, բայց քիչ մը երբ որ ասենք թե ընկերային ցանցերու վրա կփաշնեցին իրենց նկարները, անտին ասում որ օրինակ ասենք Նայջերիա ծնած է կամ ասենք Միջին Արևելքի մեջ երկիր մը ծնած է եւ նույն այդ պայմանները չունի։ այո, Իրեն համար այո, ադիգա քիչիկ մը հուսահատական գուկա գարձես թե այո, դեր դարբերություն դզադողություն դրած է ինքը Միջին Արևելքի մեջ է, մանիկա Ամերիկա լավ պայմաններում մեջ է։ այո, այո։ Անորամար զգուշ ելանք, որ այսպեսի պատկերմը չստեղծենք, որ այսիկա լավ քրիստոնյա է, որով հաճող է ամեն բանի մեջ որ գնե։ Այո, հարուստ քրիստոնյաներ ագան, որ շատ արդար ձևով գործածեն իրենց դրամը աստծո նպատակներուն ադագա։ Բայց ամենքը չտնենք այդ ինչ կսեն ստերեոտայպ այդ բադոանի մեջ որ պետք անանք չեսն է ուրեմն Այո։ աստծո օրդությունը չի կավարած շատ սխալ վարդապետություն է ուրեմն շարունակենք մեր պատկերներով այստեղ որ մեզի այս ներկայացվի սալիկը գերեվա գարին քույր Դակավին, այո, հիմա լավ է։ Okay։ Yeah. Ուրեմն այս որ հակած է այս իր վրան այս հակուսները եւ քույները եւ այլն շատ նման է այդ ինչպես ասենք Բորնիգին որ նաեւ Երեմիայի քիրքի մեջ հիշված էր 4-րդ գլխու 30 համարի մեջ Երեմիա 2-րդ գլխու 20 համարի մեջ եւ 3-րդ գլխու 7 եւ 8 Եզեկիելի 20-րդ 20-րդ գլխու 23 համարի մեջ որ իբրև հարց եկեցին չեն այ որ ներկայացված է հայտնության 21 գլխու 2-րդ համարի մեջ եւ որ երթանք այնտեղ պիտի տեսնանք եւ Երեմիայի 51 գլխու 7 համարի մեջ նա գսե այս փաժագը որ ուներ ամեն այս գուրքերը ճաշտելով լեցված էր աստծո փառքությունը իր մեջ երկրորդ օրինաց 27-րդ գլխու 15 համարի մեջ նա գիշե եւ անոր ինքը իր բանը ստացած էր իր ստագը որ երկրորդ օրինաց 20-րդ գլխուն 18 համարի մեջն է եւ ասոր մեջ գինա շատ մը այս բղզությունները որ գիտես միասերականություն դարբեր նույնիսկ սերային բղզություններ այսօր դրսենք որ գտեսնանք որ ամեն դեր YouTube-ի վրա հիմա ինչքան բղզություններ կան որ Սոթոմ Գոմորի մեկ չսեմ Սոթոմ Գոմորի մեջ եղած բաները որ գար այդ ժամանակ այսօր հրաբարակավ եւ հբարտությամբ եւ առանց ամոթի հիմա գիները եւ մարդերը գնեն եւ ինչ որ աներևակայելի է նույնիսկ չեմ ուզեր անունները տալ որ մարդկանց միտքերը չցկեն բայց անոնք որ գիտեն ինչ կթալավը եւ նույնիսկ երեխաներ կզոհվեն ինչ որ գտեսնանք այս Epstein ֆայլերը որ բացվեցան ինչպեսի մինչև առաջնորդներ ինչ մշակույթ կա որ գեհդեվի ասփաներում շնություններու հազար տեսակ ծևերը եւ այս է այդ Երեմիայի 51-րդ գլխու 7 համարի մեջ կսե դերոջը ցերկի մեջ իրեն փարգության հնցանը այս պիտի թափե բոլոր այս հետևորդներու վրա ուրեմն այս գինը որ Բորնիգի պես այստեղ խմերը ամեն քինի չէ այլ արյուն գխմի որ լեցված է այս խորուրդ է խորուրդ հասկացանք չէ որ քաղաքը քաղաք չէ գինը գին չէ ամեն ցեղելեզու է ազգի ժողովուրդ է հետևորդներն են որ սատանային դերերին որ վիշապին եւ երկու միջոցներով կդարվին որ մեկ քազանը առաջին քազանը որ խորհրդանշ է կառավարական եւ փանագային ուժով եւ մյուսը որ սուտ մարգարեն է եւ մենք կտեսնանք այստեղ որ ան որ ձովեն դուրս կելը այդ քազանն է որում վրա այս կինը նստած է okay so այս պատկերները հիմա գրնանք տեսնալ արյունը խմած բոլոր սուրբերուն եւ գուզեմ անցնել 17-րդ գլխու 6-ին 18 համարները Հրեշտակը ինձի ըսավ ինչու զարմացար ես քեզի ըսեմ այն գնոջ խորուրդը ու այն կազանին որ զանիգա իր վրա կգրե ու 7 գլուխ եւ 10 եղջյուր ունի այն կազանը որ դեսար գար ու չգա
բայց անտունտեն ելնելու ու գորուստին երթալու վրա է, ու երկրի վրա փանագողները, որոնց անունները աշխարհին սկիզբեն ի վերգենած գրքին մեջ գրված չեն, պիտի զարմանան եւ տեսնեն այն կազանը, որ գար ու չգա։ Թեև գա, ոնց պետք է իմաստություն ունեցող միտքմա։ Այն 7 գլուխը 7 լեռներ են, որոնց վրա գինը կնստի եւ 7 թագավորներ են։ 5-ը ինգած են, մեկը կգենա եւ մյուսը դեռ եկած չէ։ Ու երբ կա, քիչ ադեն պիտի մնա։ Կազանը, որ գար ու չգա, անիգայալ 8-րդն է, որ 7-ն ու դեպի գորուստ կերտա։ 10 եղջյուրը, որոնք տեսար, 10 թագավորներ են, որոնք թեր թագավորություն արած չեն, հաբա կազանին հետ մեկ ժամուչապ թագավորներու պես իշխանություն պիտի առնեն։ Անոնք մեկ գամք ունին ու իրենց ծորությունը եւ իշխանությունը կազանին գուտան։ Ասոնք Կարնուկին հետ պիտի պատերազմին եւ Կարնուկը անոնց պիտի հաղթե։ Կազե անիկա դերերուն դերն է ու թագավորներուն թագավորը եւ անոր հետ եղողները գանչված ու ընդրված եւ հավատարիմ են։ Ու ըսավ ինձի. այն ճուրերը, որոնք տեսար, որոնց վրա բորնիկը նստել էր, ժողովուրդներ են ու բազմություններ եւ ասկեր ու լեզուներ։ 10 եղջյուրները, որոնք կազանին վրա տեսար, անոնք պիտի ադեն բորնիկը ու զանիկա պիտի ամայացնեն ու մերկացնեն եւ անոր մարմինը պիտի ուդեն ու զանիկա գրագով պիտի այրեն։ Բասնզի Աստված անոնց սրդին մեջ դրավ, որ իր գամքը գդարեն ու միագամ լան եւ իրենց թագավորությունը կազանին դան, մինչև Աստծո խոսքերը գադարվին։ Եվ գինը որ տեսար, այն մեծ քաղաքն է, որ գտակավոր է երկրի թագավորներուն վրա։ Այ, ուրեմն Ինքներ նախքան բացատրելը Փարք Աստծո որ գաս, որբեսի մեզի բացատրես այս համարները ինչ նշանակություն ունին։ այո, ասոնք բավական արդեն սկսենք որ խրթին բաներու մեջ մտնալ եւ նույնիսկ Հովանես ինքը զարմացավ երբ այս բաները տեսավ։ Եվ հեշտակ Հովանեսին ագսե որ ինչ մի զարմանալ գսե որ ինչու կզարմանաս։ Ես քեզի բիդի բացադրեմ իմաստը խորուրդը ով գսե որ հեշտակը գսե որ Հովանեսին Հովանեսը զարմացած է Հովանեսը լրիվ չհասկներ որ ամեն բան որ գտեսնա որ սկիզբը եւ ասիկա շատ մայս էպոկալիպտիկ տեսակ այս դեսիկները որ գտեսնին 5 դարանի մեջ նա մենք տեսանք Զաքարիան մենք տեսանք Դանիելը որ հրեշտակ մուգուքար եւ կբացադրեր Զաքարիային Եզեկիելին Դանիելին որ ինչ տեսան եւ ինչ է իմաստը մենք ամիշտ պիտի նայենք այս պատկերներուն ասենք փարացի օրեն Հովանես տեսավ այս բաները բայց ինչ է իմաստը եւ հոսք մտնանք բավական խրտին այս հարցի մեջ որ գուզեմ որ սկսիլ ասել որ այս գինը որ հասկացանք հիմա որ ֆիզիկական քաղաքը չէ ոչ ա ֆիզիկական գին մնա անհատը այլ ժողովուրդներ եւ այս կազանն ալ մենք հանդիպեցանք այս կազանին 10-րդ քուխուն մեջ որ գնմանի վիշապին չէ կազանը վիշապին գնմանի ինչպես քարնուգը պատկերն է հոր Աստուծո այս կազաններն ա պատկերն են իրենց հորը սատանայի բան որ սուդերու հայրն է սատանային եւ այնտեղ տեսանք որ 7 գլուխներով վիշապը գար եւ եղջյուրներ ուներ թակեր ուներ եւ այլն բացատրեցինք որ այդ միտքը ինչ է եւ հիմա կազանը որուն այս բորնիկը վրան նստած է եւ այդ կազանը իրեն գտանի գոր այդ կազանը որ ճուրերեն ելավ առաջին կազանը եւ վերջի երկրորդ կազամնակար որ ցամաքեն ելավ գսե 13 գլուխի որ ընթերցեցինք ուրեմն ասոր վրա նստեր է մեծ պատկերը հասկանանք ասոր մեջը չմտած ինչ կպատահի որ այս կազանը որում վրա բորնիկը գերտագուքա կորձերը իրեն միջոցով կգադարե որ ժողովուրդներն ագարաբուրե որ ի վերջո կգործանվի որ եւ որում գոմեն կգործանվի որ կազանը կգործանե որ այս բորնիկ կինը so անգլերենով implode գսեն ինչ որ կգադարվի որ ինքը իր մեջ են ինքսինքը կգործանե որ
Սատանային թագավորությունը գսե թագավորությունը որ բաժնվի չի կրնար կանգնել, չի կրնար կոյադել։ Ինքը իր մեջ են կքանթվի գոր, որով հագասություններ կլան որ նախանցություններ կլան որ եւ մեկը մյուսին թեմ լարվելով այս սատանային թագավորությունը չի կրնար գոր կոյադել եւ ինչ կլա որ քազանը գայրեգոր եւ ասված թույլ գուտագոր որ այս բոլորը լա գինը եւ ի վերջո գուտեգոր ինքը իր մեջ ինքը իրարու գործանում կտանի որ ուրեմն գինը ասինք շատ ազգերի ժողովուրդը լեզուներով մարդիկ են սուտ կրոնքները սուտ հետևորդները սուտ քրիստոնյաները սուտ մշակույթը որ բորոնգացած է պաշտող քազանին կամ վիշապին քազանի միջոցով կգործանվի ինքը իր մեջը սիստեմը կքանթվի ասված փամը բեչունի են այ նույնը ինչ որ եղավ փարավոնին հիշես այո ասված եւ սկիզբը աղետները խլգեց եւ մենք տեսանք որ այդ 7 սկավառակները գտապվին որ ժողովրդին վրա որ նորեն Աստծո փառությունը գուքավոր, բայց արդեն ավարտը հասել է, ոնց ավարտին այդ պատկերը գտեսնում կոր, ինչ որ 15-16 կուսում մեջ մենք տեսանք, անցյալ վիդեոներու մեջ կրնան նայել, ոստեղը այդ բահին հասած է, որ ինչպես որ փարավոն, սկիզբը 7 դարբեր հարվածներ ասված ուղարկեց, այդ նպատակով որ փարավոնը ապաշխար է, ամեն անգամ ապաշխարելու այդ տարաբանքներու մեջ որ սկսավ քալիր վրա կանչեց Մովսեսին որ աղոտ կնե որ թատրին այդ ժանդախները այդ աղետները իդ սիրտը գարձացուց իդ քնացիր ծևերուն 7 անգամ այսպես տևել են վերջը 8-րդ 9-րդ 10-րդ այլևս ասված կսե իրեն սիրտը գարձացուց այսինքն փամը պետք չունեցավ ընելու իրեն այդ վիճակի մեջ որ երցքեց այս է եւ ի վերջո այդ բոլոր փարավոնի սիստեմը եւ որ քնած հարս Իսրայել ժողովրդին յետևեն ինքը իր ցերկով այդ ճուրերուն յետևեն մեջ են անցնելով գարմիր քեդի մեջը խեղդվեցավ եւ գործամբեցավ միտքը նույնն է այստեղ այո այս սիստեմը պիտի գործամի ինքը իր մեջ են okay so հիմա անցնենք այս գսե քազանի մասին գսե այն որ դեսար գսե որ էր եւ է եւ որ բիդիկա փարը չի կորձ այստեղ գսե այն որ չէ այն որ դեսար որ չէ եւ է այսինքն ինչու այսպես գսե որով ինքը այս քազանը գործե որ նմանիլ Քրիստոսին այն որ է որ էր որ է եւ բիդիկա այո այո գործե որ այդ միտքով որով այդ 10-րդ գլուխի որ գարտացինք ինչ կլա որ քազանը կսպանվի որ բայց վերջը հարություն գարնե որ չէ ցեվով հիմա ալիգա գրնա անհատ մլա որ շատեր գավադա որ անհատ սուտ մարգարեմը պիտի լա եւ պիտի խապվին տեսնալով որ մերավ եւ կյանք արավ ինչպես պիտի լա AI-ով նկարներով կամ ռոբոտի միջոցով որ մարդու գնմանի եւ գմերնի եւ իդ կելը չեմ գիտեր ինչ կլա այդ ասո կորզնը բայց գրնա նաեւ լալ ոչ թե անհատ այլ ինչպես հռոմը կներկայացներ վիշապը որ ժամանակը հիմա այդ հռոմը չի գա ցեվոմ նոր գայսրությամբ միջոցով իդ կվերականգնվի ասենք ամերիկան կամ ամերիկայի գայսրությունով Եվ գսկսի նորեն այդ կորձը կատարել ինչ որ հռոմը գներ որ եւ մարտիրոզեր գոր շատ մը քրիստոնյաներուն այդ ցևով ագրնա արնվի այս հարություն արնելը եւ ասոնք ամեն անոնգին որ քարնուգին գենաց քիլքին մեջ իրենց անունները չեն գրված այսինքն վիշապին 666 թիվը այսինքն իրենց հոգիները իրենց միտքը իրենց կորձերը գեդերի վիշապին որ այլևս is not եփայց թեր բիդիկա նմանությունը այն է որ բիդի փորձե
Քրիստոսի նմանի։ Առանց նյութեն շեղերու, երբ որ գտեսնանք ասանք գարմիր վիշապ, ինչու չինացիները գօգտագործեն անիկա։ Դա գրքիրը ես շատ անգամ գիտես չինացիները այդ քազանը ունին եւ Այո, ադիկա իրենց որ մահարցուցի եւ իրենք այդ ցավով ներկայացուցին որ կարծես եթե հետևին այդ վիշապին գործնվին շատ հետաքրքիր էր իրենք գիտես կբարեն այո, գլուխը ասան կշարժեն բան եւ ամեն դարի դարբեր անասունիմը դարին է գսեն չինացիները եւ այս անշուշտ է սատանան օգտագործած է այս միջոցները որում միջոցով մարդկանց ժամանակի ընթացքին վախեր ունեցած են եւ վիշապը ֆիզիկական վիշապը երևակայած են եւ այլն եւ այդ վախերը իրենց տարած է ճաշտելու այս արարկաները կամ միջոցները որոնց սատանային կբաշտենան գիտակցաբար կամ գիտակցաբար բայց մենք չենք կրնարսել որ միայն չինացիներն են որ այս վիշապին կբաշտեն բարձրապես որով իրենք քազան ունին այդպես իրենց արժև ամեն ցեղը լեզուի ազգի ժողովուրդը պիտի լա այս ժողովուրդը որ կհետևի այս բորնիկին միջոցով եւ կբաշտե վիշապին բայց այս քազանը կփորձե որ Քրիստոսի դերը առնի գուզե որ ինքը ամեն այդ երկրի բնակիչները քրավե իրենց հրաբուրե որ իրենց հետևի եւ ցեվով մնայ հռոմը իրեն ժամանակին Հովանեսի ժամանակին նման բաներ էր գիտես գայսրը գուզեր որ դարին մեկ անգամ քան եւ իրեն ճաշտեն եւ ինքը իր փանակով կպաշտպաներ իր բոլոր գայսրությունը եւ այլն եւ մարդիկ կվախնային որ եթե չի ճաշտեն գայսրին արժե պիտի քային քիչ խունկ պիտի ծխեին եւ պիտի ասեին որ մենք գայսրը մեր աստվածն է հետո ուզած իրենց ուզածը գնային եւ Քրիստոսին կբաշտեն բայց անոնք որ հավատարիմ էին Քրիստոսի չէին ներալիկա եւ կմարտիրոսվեին եւ այստեղ գսե որ 9-րդ համարի մեջ որ հոսեի իմաստությունը այս քիշես եւ որ այս խոսքերը առաջին անգամ կորցածվեցավ 10-րդ քուխուն մեջներ որ գսավ այնտեղ որ ան որ իմաստություն ունի թող հաշվե քազանին կամ այո քազանին թիվը որ մարդու թիվ է նորեն այդպես միտքը այստեղը գրքների որ այն որ իմաստություն այսօր իմաստություն կբահանջե որ այս 7 գլուխները այս վիշապին որ 7 լերներ են սարեր են որում վրա գինը նստած է ուրեմն գինը մենք չենք կրնար փարացի անել թե ոչ ինչքան մեծ դուդուզիկ մը բիդունա ինչքան մեծ բիդելա որ 7 քաղաքներու վրա նստած է այս ինչպեսի մեծ գին մը բիդելա եթե փարացի առնես անա գինը փարացի օրեն գրնաս երևակայել 7 քաղաքներ 7 սարերու վրա պիտի նստի որ անոնք 7 քաղաքներ են ուրեմն փարացի չեն կրնար բայց միտքը այն է որ ինչպես որ Հռոմը 7 սարերու վրա կամ լերներու վրա շնված էր քաղաքներ այս շատ էր գավադան որ 7 քաղաքներ պիտի լան որուն պիտի կորձիկ լան փանին վիշապին իրեն կորձերը կատարելու եւ այս 7 ընդհանուր այս 7 քուլուխները 7 սարերը 7 քաղաքները թագավորներ են գսե որ ասոնք ամեն նմանություն ունին Դանիելի քիրքին մեջ որ այնտեղ կտեսնանք որ ինչ ցևով այդ վիշապները այդ քուլուխները այդ թակերը հոնաթան երդեսավ եւ այնտեղ մեկնաբանվեցավ հրեշտակին գոմեն որ ասավ ասոնք կայսրություններ են չէ այդ դեսիլքը փարացիորեն մի չհասկանար այլ կայսրություններ որ այստեղ այս կայսրությունները ամեն միացած մեկ եղած կներկայացվին եւ նման այդ Դանիելի քիրքին այդ նկարներում որ պիտի ի վերջո գործանվին ուրեմն այստեղ նայենք մեկ հատ որ այս 7 քուլուխները գսենայ մեկ հատ կրնանք նորեն գարտալ
ինը համարը խնդրեմ։ Ոնց պետք է իմաստություն ունեցող միտքը։ Այն 7 գլուխը 7 լեռներ են, որոնց վրա գինը գնստի, եւ 7 թագավորներ են։ Okay. So 7 այդ գլուխները կխորհրդանշեն 7 լերեր, լերերը ընդհանրապես իբրև գայսրություններ Ահա։ եւ 7 թագավորներ, անոնց այդ գայսրություններու վրա իշխող թագավորներ, առաջնորդներ, որ շատերը ասիկա United Nations-ը կգարձեին ադենին, որ պիտի միանան Ինչ եւ որ իրար դու թրած ես լոգոն։ այո, այո, այնտեղը այդպես կգարձեին, որ այսպես պիտի միանան եւ այս ծավալ պիտի ելա, բայց մենք պետք է հասկանանք, որ ասիկա ավելի այն ծավալ հասկանանք, որ բոլոր այս թարերու ընթացքին կայսրություններ եղած է, չէ, շատ բարսիկ կայսրությունը եղած է, հատկարաչ բաներուն ասորիներուն կայսրությունը եղած է, հույներուն կայսրությունը եղած է, Հռոմի կայսրությունը եւ այլն։ Ընդհանուր ասոնք, եթե հաշվենք այն կայսրությունները, որ եղած է, 5 կայսրություններ եղած էին եւ մեկ հատ կար գսե, որ Ռոմն էր այդ ժամանակվա։ Հիմա այս բոլոր կայսրությունները, բոլոր թարերուն ընթացքին 7 թիվը ամբողջության թիվը լալով ամենը միասին եթե նայենք կայսրությունը պիտի լա որ պիտի փորձե բոլոր երկրի վրա իշխել ինչ որ հիմա այդ միտքը մի քանի անգամ մենք տեսանք որ արդեն մեր ժամանակաշրջանի մեջ շատ շուտ կրնա գդարվել ինչ որ եւ որ այս թակաջարը եղավ չէ կոവിഡ്-ը որ եղավ Այո։ ինչպես ամեն թակավորություններ իրարու հետ միացան, ասելով որ մեկը պետք չէ դուրս ելնե, մեկը պետք չէ ասնե, նույնիսկ անձնակիրեր փորձեցին հանել, որ ամեն մարդ անձնակիրը չունենան, չգրնար ճամփորդել, չգրնար երթալ քալ ինտերնետի միջոցով, համագարկիչներու միջոցով, սկսան մարդկանց դերեկություններ ուղարկել, թասերը, եկեղեցին նույնիսկ եկեղեցիները կոչեցին, պաշտամունք չեղավ, մարդիկ չկացին, ասիկա որ ընդհանրապես ասված մենք գայսրության այդ առումով իշխանության դագը չենք եւ որ գայսրությունը կփորձե համոզել որ պետք չէ որ ճաշտենք դերը բայց շատ մեգեցիներ կոչեցին շատ մեգեցիներ չի հետևեցան գարավարության փոխանակ դերերու դերոջը եւ թակավորներու թակավոր ասելով որ մենք պիտի շարունակենք ինչու որով առողջության հարցերով կամ գարավարական հարցերու հետ ճուզեցին մտնալ Եվ եղան եկեղեցիներ, Ամերիկա, Կալիֆոռնիա անունները չեմ ուզել տալ, որ շարունակեցին եւ թադի դարվեցան։ Եվ թադի քացին, բայց հաղթեցին ի վերջո։ Բայց այս նմանությունը գրնա գրքների նոր է։ Մեկ համաշխարհային թակավորությունը կամ բոլոր ազգերը իրար հետ միանան ցևոմը եւ փորձեն ժողովուրդներուն իշխել։ Բայց մենք տեսանք Եվ ինչպես այստեղ նա մենք կարդանք կլսենք, որ այս թակավորությունները չի պիտի գրնան քոյադել։ Պիտի կործանվին եւ իրենց մեջը ամա անցյալ անգամ որ եղավ ասիկա 2017-18 թվականներուն անոր նմանությունով ավելի ով պիտի լա հավաքային, բայց տեսանք որ չկրցան հաջողվի։ Ի վերջո այնքան պիտի գազմագերվին, որ պիտի երևա որ պիտի հաջողին Շատեր քրիստոնյաներ պիտի մարտիրոսվին այս գինը որ գահարփի որ քրիստոնյաներուն յանքը զոհվելով նորեն պիտի համաշխարհային այս անգամ բանալա մարտիրոսություններ բայց ճիշտ բահին որ այլևս թունգը գարձես որ հույս չկա Քրիստոս պիտի կա եւ պիտի գործանի եւ ինքը այս գինը ինքը իր միջոցով վիշապը իրեն ինչ պիտի նեգսե ուզեմ որ անդրադառնանք առաջ 13 համարը 13-ը որ գսե ասոնք մեկ կամ քունին ու իրեն զորությունը եւ իշխանությունը կազանին գուտան։ այո հիշես որ թակաջարը եղավ ինչպես իրարու հետ սկսան համագործակցել դարբեր ազգեր աշխարհի ամեն կողմեն եւ ադոր քուլուխը սատանան է բայց սատանան չէր նարգորի իբրև սատանա իբրև կազան կամ վիշապ Բայց կորձը ինքն է այս բոլորին յետին։ Եվ 14 համարը ինչ կսե որ շատ կարևոր է։ Ասոնք քարնուգին հետ պիտի պատերազմին եւ քարնուգը անոնց պիտի հաղթե,
Քանզի անիկա դերերուն դերն է ու թակավորներուն թակավորը եւ անոր հետ եղողները գանչված ու ընդրված եւ հավատարիմ են։ Ինչ Այո, հույսի խոսքեր։ այո, այս հույսի խոսքերը մեզի կքաչալերը, որով բادرազմի մեջ են գսինք մենք, չէ, եւ որ գնայինք որ 13-րդ գլուխը, մենք տեսանք որ այնտեղնալ 13-րդ գլխուն մեջ սավ այնտեղը որ Քազանը ուզեց փորձեց այդ կամ վիշապը փորձեց գնոջ խեղդել, չէ, 13-րդ գլխուն մեջ ասինք որ իր փերնեն քեդեր հորթեցան որ խեղդե գինը եւ իր փերնեն այդ քեդերը մենք մեկնաբանեցինք իբրև սուդերով ինքը փորձե Քրիստոսի հարսը որ նոր Երուսաղեմն է եկեղեցին է խեղդել այնտեղ նա անաբադի մեջ էր բայց Աստված բահեց այդ կնոջ եւ այստեղնալ մենք կտեսնանք վերջը տեսանք 10-րդ գլխում մեջ այդ ով էր այդ քազանները եւ վիշապը որ կփորձեին որ սպանել այդ գինը որ եկեղեցին է խորհրդանշող մենք տեսանք 14-րդ գլխում մեջ որ Քրիստոս կուքա եւ ինքը հաղթանակը կդանի եւ գփաժնե այդ երկու կամ ծորենը կամ այդ խաղողները որ երկու որոմը այո ուրեմն բادرազմ կդանի որտեղ 19-րդ գլխում մեջ մենք պիտի տեսնանք որ այդ բادرազմողը Քրիստոս ինքն է եւ ինքը ասես սպիտակ ցին վրա նստած կբادرազմի որ այս նկարի մեջ ինչպես կտեսնանք վիշապին թեմ քարնուգը նա է բادرազմ գնե եւ գահախտե որ է դերերու դեր թակավորներու թակավոր եւ իր քրական է որ այս ընթացքին երկրի վրա հավատացյալները ինչ պիտի ըսկան երբ որ Տեր Հիսուսը ինքը անցավ կբادرազմի վիշապին հետ երկրի վրա ինչ պիտի կատարվի այո ես կհավատամ որ այս շատ շուտ պիտի լա այս բոլորը վերջին բահերում բայց հիմա երևակայենք որ ինչ կպատահի որ հիմա մեզի դերը իր արյան դագը բահած է այս բادرազմը հիմա ագլա որ մեր շուրջն է բادرազմը ուր է մասամբ մեր միտքերուն սրտերու մեջ որ սալանան մեզի կհրաբուրե որ ինչքան մարդիկ դարված են չէ ինչքան մարդիկ ճշմարտությունը չեն գիտեր չեն ապաշխարել կամ անոնք որ ապաշխարած են եւ աշխարհի կյանք ապրին Գիտես Պիտեր մշակույթի մեջն են այո ես եւ Թուն դերևս լավ օրնված ենք եւ ուրիշներ անշուշտ մաքուր շրջանակներու մեջ ենք մեր դուները մեր եկեղեցիները մեր շրջանակները բայց անտին մարդիկ կան որ օրինակ գարավարական դերեր կաշխատին հիվանդանոստերու մեջ կաշխատին դբրոցներու մեջ կաշխատին անանք բադմուչուններ կլսեն այնքան ասենք սատանայական կորձերը կտեսնան ընտանիքներուն վրա որ երբ որ իրենք հիմա լսենք ու ուսածները պիտի ասեն որ արդեն մենք քազանին օրերուն մեջ ենք որ արույն կխմենք որ այո ադեմ իմասածը սայդը որ ոչ միայն այսօր այլ այս բոլոր թարերուն ընթացքին եղած է Քրիստոսի առաջին կալուստեն մինչև երկրորդ կալուստը բայց նորեն կտեսնանք այսօր մեր օրերում մեջ հիմա ավելի հբարդությամբ ավելի փածորեն եւ ավելի ընդարձակ ծավալը ավելի շատած որ երբ հալեն ավելի ավելի սաստիկ կտալու բայց դերը բادرազմի մեջ է քարնուգը եւ 19-րդ գլուխի որ նայենք պիտի տեսնանք այդ քարնուգը սպիտակ ցի վրա նստած է եւ սուրբեր ինչպես այս նկարի մեջ որ թե երկնային սուրբերը թե երկրի վրա մենք հաղթանակ տարած եկեղեցին եւ պայքարող եկեղեցին միասին մեկ ակնթարթի մեջ ամենը պիտի կործանեն եւ հաղթանակը Քրիստոսին է ուրեմն վախնալու պետք չունենք մենք այս բաներեն որով մենք եթե Քրիստոսի հոգին մեջ կքալենք որ հոգին կորձերը կկատարենք որ հոգին բլուղը մեր մեջ կարձարծվի որ մենք հաղթանակ տանող դերոջը հետ հաղթանակ արդեն ունենք ամեն մենք ավարտը գիտենք չեղածեն ամեն այո Okay, so այս որ նստած է 15 համարի մեջ շատ ճուրերում վրա, այս գինը ամեն ցեղել լեզուի ազգի արդեն խոսեցանք անոր մասին,
սուտ կրոնքները այսօրվա անոնք որ նույնիսկ անունով քրիստոնյա կանվանեն ինքսիկնին, բայց շեղված են, հոգին մեջ չեն քալեր, անունով գսեն սիրտերը հերույ է Աստծուն։ Փերանով գսեն ես քրիստոնյա եմ, հա, ինչ կավան, չեմ գիտեր, բայց գնդրեն, ուզածնին գնդրեն, սուրբ քիրքեն, ուրիշ բաներ գնեն, որ աշխարհիկ է, ասիկա Բաբելոնի մեջ ժողովուրդ է դեր, խապված։ Եվ գսե, այս 10 եղջյուրները որ կան, ի վերջո պիտի որ թագավորներն են, չէ, պիտի ադեն այս ժողովուրդը, որ իրենց կհետևի գոր, եւ ի վերջո իրենք պիտի մերգացվին եւ պիտի մերգացնեն այս կինը, այսինքն պիտի խայդարագեն ամեն ազգե ցեղե ժողովուրդը լեզի այդ ժողովուրդները որ կհետևին որ վիշապին եւ պիտի վարեն իրենքս պիտի այրեն այս միտքը նորեն ինչ է ինչ որ Սեդրակ Միսակ Աբեդնագով գրագի մեջն են այո իրենք չեն գործամբիր որ բայց անոնք որ իրենց մեջ ներեցին այդ գրագին որ 7 անգամ գրագը փոփոխեցին որ վարվին Աստծո ժողովուրդը ամեն ցեղը լեզու ազգի ժողովուրդը այս թեփքի մեջ անոնք որ այդ բաները փորձեցին ունել գործանելու իրենց այդ գրագի մեջ իրենք կվարին որ իրենց ցերկով իրենց եւ քազանը այդ կնեգոր սուտ մարգարեն գարավարությունները բանը իրենք իրեն հետևորդներուն ինքը կգործանեն եւ Աստված թույլ կտա որ այսօր իրենց սրտի մեջ կտնե գսել Աստվածը նայ քարնուգն է շատ կարեւոր է որ տեսնանք 17 համարը մեկ հատ եթե գարտանք Վասնզի Աստված անոնց սրտին մեջ թրավ որ իր գամքը գադարեն ու միագամ ըլլան եւ իրենց թակավորությունը կազանին դան մինչեւ Աստծո խոսքերը գադարվին նայ ով է իշխող քազանին վրա ով է իշխող այդ վիշապի վրա հավասար ուժեր չեն ասում Աստված իրենց սրտերու մեջ կտնե որ ունեն իրենց միտքերու մեջ անոնք որ քազանին գեհդերին որ իրենք իրարու ինքսիկին գործանել նորեն ֆիզիկական գրագի մասին չէ ֆիզիկական գինը չէ որ պիտի բարվի եւ ֆիզիկական քազանը չէ թակավորությունները եւ իրենց փանակները եւ իրենց սուտ գրոնքներով իրենք ով որ Աստուծո չի ադեվիր արդեն այս մշակույթի Բաբելոնի մեջ է եւ քազանին հետ է հիմա ուրեմն ազգեր որ գսեն որ մենք քրիստոնյա երկիր ենք մենք քրիստոնյա ազգ ենք այսօր ուր է քրիստոնյա ազգի երկիր ուր է այն երկիրը որ ամեն ցևով Աստծո գփարավոր է ամենալ շնությունը ռազեն գնեն եւ արդեն բորոնգացած են եւ որ թակավորը եւ որ երկիրը որ քարնուգին չի ճաշտեր քարնուգին զրակիրը չներ այսօր որ թակավոր գելն է եւ քարոզե ավետարանը այսինքն այսօր կփորձեն մարդիկ երկու չարյաց միջոցով ընդրություններ անել գաս ընդրեմ թե անընդրեմ այս թակավորը ավելի լավ դիլա թե ան ասիկա քիչմը սուբքեն գխոսի գոր անիկա քիչ ամենա իրենց փերանները գրնան ուզած ծավով դարձնել մի քանի խոսքերը սա դպավորել որ իրենք Քրիստոսի գեդավին բայց իրենց սիրտերը հերու են եւ դերոջը գամքը չեն կատարել գործնել իրենց ընդրելով համը չի պիտի փոխվի անցը որ պիտի ընդրենք Քրիստոսն է որ արդեն քայի վրա նստել է դերերու դեր թակավորներու թակավոր ինքն է իմ թակավորս ինքն է միակ արդարը եւ իրեն ես պիտի ճաշտեմ եւ իր գամքը պիտի կատարեմ եղանակեներս եւ եղանակետուս ավետարանը քարոզելով հրճակելով իր սերը իր շնորհքը իր փառքը իր արդարությունը ամեն դեր որ աշխարհի մեջ ուր որ եթե առաջնորդներ կան որ չեն ներասիկա ուրեմն Աստծո գամքը չեն կատարել եւ այս Բաբելոնի հետ իրենք ապիտի գործեն իրենք եւ իրենց հետևորդներ եւ այս ծավով գուզեմ որ 18 համարն ագարտանք եւ գինը որ դեսար այո այն մեծ քաղաքն է որ կտակավոր է երկրի տակավորներուն վրա այո ուրեմն այն գինը որ գսե որ դեսար
մեծ քաղաքն է, այսինքն մեծ քաղաքը որն է, Հռոմը, բանը, Բաբելոնը, բայց Բաբելոնը շատ էր, այդ միտքով գվերակրեին Հովանեսի ժամանակ առաջին դարերում Հռոմի, որ Հռոմն ալ 7 լեռներու վրա շնված քաղաքն էր, բայց այսօր եթե նայես Վաշինգտոնն ալ 7 սարերու վրա շնված քաղաքն է, եւ Երուսաղեմն ալ այսօր 7 սարերու վրա շնված քաղաքն է, այսօր բոլոր երկրի դարբեր դեղեր, որ մարդիկ կգարձեն, որ Երուսաղեմը սուրբ Երուսաղեմն է եւ այլն, երկրի Երուսաղեմը չէ որ սուրբ է, հոգևոր Երուսաղեմը, որ եկեղեցին է, ամեն ցեղի լեզու եւ ազգի ժողովուրդ է, որ դիեզերական է, այս է սուրբ քաղաքը, որ նոր Երուսաղեմ։ Իսկ այդ մեծ քաղաքը, որ կհիշվի այստեղ, որ գինը կսե այդ քաղաքը գխորհրդանշե, Բաբելոնն է, ուրեմն այս երկրի քաղաքները դարձած են Բաբելոն, երկրավոր Երուսաղեմը դարձած է Բաբելոն, ասոգամքը չի կատարել։ Մարդիկ կգարձեն, որ քաղաքներ կան, որտեղ մարդիկ, այնտեղ բոլոր քաղաքը քրիստոնյա, քաղաքը չի կա, որ ամեն մարդ այդ քաղաքի մեջ քրիստոնյա է։ Կամ որ գանվանեն ինքսիքնի քրիստոնյա, բայց Գաբրին որ այդ կյանքը։ Եվ հոս ավարտենք այսօր, Այո, որով այս միտքը պիտի հիմա դեսնանք 18-րդ գլխում մեջ հաջորդ անգամ որ կանք, որ ինչ պատկամ դերը ունի, անոնք որ այս քաղաքի մեջ են, անոնք որ այս մշակույթի մեջն են, պատկամ պիտի դրվի եւ այնտեղ նորեն ավելի մանրամաս պիտի ներկայացվի, որ այս քաղաքին ինչ պիտի կատարի։ Հաջորդ անգամ պիտի տեսնանք եւ անոնք որ քրիստոնյա են, պիտի ուրախանան, պիտի քաչալերին եւ անոնք որ չեն, վախնալու բան ունին եւ լավ է որ վախնանք, որ ապաշխարենք եւ թաճիքանք։ Որքան որ գլսենք որ այս պատկամները սիրելի ընկերներ եւ լսող արիտ կաթեր ապաշխարելու փնավ ուշ չէ։ Դերը միշտ շնորհքով ողորմող պատրաստ է մեզի ներելու եւ մեզի փրկելու այս աշխարհի Բաբելոնի վիճակեն։ շնորհակալ եմ Պիտեր, բավական երկար, բայց միևնույն adեն կարևոր համարներ էին, բացատրությունները կամած կընթանաս, որ ավելի մեր մտքի մեջ ավելի դպավորվի։ Սերի քույր եւ եղբայր կզարմանան, որ հարցումներ չես գրեր, հարցում չես արցնել, որտեղ գլուխներ հասանք, որ վստահ որ հարցումներ ունիս, կամ որովհետեւ Պիտերը կհացնե քեզի բոլոր քուգին հարցումներու պատասխաններուն եւ գամ կքաշվիս ինչպես որ ես հարցումներ կհարցնեմ դա կապին շատ ունի մետե ամեն անգամ հարցնեմ աս ժամը բավական երկար ավելի պիտի տևե բայց կխնդրեմ որ գրես հարցումներ հարցնես կրնաս իմեյլով գրել կրնաս մեսեջով գրել էջին վրա բայց հարցուր որ դեպքու հարցումդ կրնա օրիջինալ օգտակարալար եւ մեզիալ Այո, գային քույր գրնամ ասել, որ մենք email ունենք, գրնանք ադիգա հաջորդ անգամ կարելի ցույց տանք, որ մարդիկ կարելի դերյակ չեն այդ։ Այո, էջին վրան է, բայց գրնամ highlight անել, Այո, կոմենտին վրա տնել, որքան թյուրին է գսեղմես վրան եւ գկրես ինչ որ հարցում ունիս։ եւ մեր էջը նորեն անունը գրնանք կրկնել, որ Այո, ով որ դուզե երթա եւ էջին վրա թրված է բոլոր պատկամները, որ առաջին կուտուխի միջև հիմա անպայման։ Շատ շնորհակալ եմ Պիտեր, եթե ուրիշ խոսմությունից կնանք ավարտել այսօր։ Այո, ավարտենք եւ հաջորդ անգամ նորին հանդիպենք։ Շատ լավ ուրեմն սրելիներ գտեստվիկ կարշապատ միջատ դերևս մեկ անգամ են շատ երկար եղավ քեզի մտիգնելը բայց հոգ չէ կարևոր է նոթեր արքրե վերջավորության Պիտեր երբ որ 21-րդ 22 գլուխները վերջացնենք դու վգայակիր պիտի դաս քեզ լսողներուն Մեծ սիրով անոնք որ եթե ամեն մեկ պատկամները մտի գրին մինչև այն ադեմ մտիկ կմտածենք որ ինչ է որ գրնանք քաչալերել շատ մեր hele ջանաբարորդեցին այս ընթացքը ասի գադագի բաժին է ուրեմն մնացեք օրհնված եւ մնացեք առողջ ամեն շնորհակալ եմ ամեն Պիտեր ամեն